Ինչպես պարզ է դարձել լրատվամիջոցների հրապարակումներից, հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ, առավելագույնը 5 տարի ժամկետով։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Շիրակի թեմի առաջնորդը նախկինում 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան կարծիքն է արտահայտել։ Քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին հարցրինք. Միքայել Սրբազանի այս խոսքերի մեջ հանցակազմ տեսնում է, այն կարելի է համարել հեղաշրջման կոչ։ Համենայն դեպս այն ինչ որ դուք հենց քիչ առաջ ընթերցեցիք, հեղաշրջման փորձի նշույլ անգամ չկա, որ հանցակազմ լելուց ենք խելոք դեմքով ստեղ, իհարկե չկա։ Վերջին հաշվով, եթե չեմ սխալվում, դա տարի ու կես առաջվա հայտարարություն է։ 2023 թվականին է արվել։ 23 թվականից հետո նոր հեղաշրջման փորձի հանցակազմը հաստատվում։ Քիչ կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական իրավիճակը գնալով մեր երկրում սլվում է եւ ինչպես միշտ այնպես էլ հիմա քրեական օրենսգիրքը դառնում է քաղաքական հարցերի լուծման, քաղաքական կոնֆլիկտների կարգավորման գործուն միջոց սլվին եւ ինչի վրա ենք հիմա մենք զարմանում որ քրեական փաթեթավորման քաղաքական ընդվզումները չեզոքացվում, հա բացարձակապես զարմանալու ոչինչ չկա այնտեղ ասած։ Շատ իջանս ասեմ, իշխանությունը պատիվերը շատ կանխատեսելի եւ հետեւողական է։ Եվ ոչինչ չի քողարկում եվրոպական իրավունքի փաթեթների տակ։ Մարդիկ անկեղծ են, ասում են, անում են։ Բայց մարսելու են, պարոն Քոչարյան, ինչ եք կարծում։ Ես վստահ եմ, որ մարսելու են։